միջոցները։ Այսօր առավոտի չի տատարում մարդկանց հոսքը դեպի Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց, մոտենանք նրանց և հասկանանք ինչ է պատահել։ Ներեցեք, կասեք ինչու են այս մարդիկ հավաքվել։ Շնորհակալություն, մոտենանք մեկ ուրիշ։ Ինչ կմաղթեք արդեն քրաջանաչ առաջին դասարանցիներին։ Չգիտեմ, ես էլ եմ զարմացած, ուշանում եմ։ Ինձ հուշում է, որ մեր նկարահանող խումբը երեխաների հետ է, այժմ ուզում կապով լիանանք նրան և հասկանանք ինչ է պատահել։ Ողջույն Տիգրան, այժմ հետևում եք, ասեք որտեղ են առաջին դասարանցիները և ինչ է կատարվում այդտեղ։ Նրանք հավաքվել են և ինչ-որ բան են քննարկում, առանց մեկնաբանությունների դիտեք ինքներդ։ Բժիշկ, իրավապան, ուսուցիչ, տիեզերագնաց, դարբին ոստիկան, ասված եմ, ես մոլորվեցի, այսինչ կան մասնագիտություններ կան աշխարհում, որ կան կազմիկներ են թաքնված սրանց հետևում, իսկ ես որ ընտրեմ, դեռ չգիտեմ, մոլորվել եմ, ուզում եմ բոլորն է փորձել, քիչ տեսնել, որը դուրս կգա։ Ինչ մի րոպե իր մի ամբողջ կյանքնեցի երեքի փորձելում համար։ Պետք է որ կյանը ասում է, որ դեր պետք է մեծանանք։ Պետք է համապատասխան կրտեցում ստանանք։ Հատուներ հմտանանք այդ գործում։ Իսկ մենք գերնով քրաջանաչ ենք դարձել։ Այնքան եմ ուզում բժիշկ դառնալ։ Ես խոհարար եմ ուզում դառնալ։ Իսկ ես երազում եմ պարուհի դառնալ։ Շիրի հավեք, հեսնով միլը պամանցամորքով։ Դե ընդհարգելի հերթադիտողներ, երկար քննարկումներից հետո նրանք կարծես թե պատրաստ են, արդեն դպրոցի բակում են, պատրաստեք դիմավորել նրանց։
Հիվանդների բուժում միշտ օգնում, քանի սրտի արած եմ բուժել, քանի-քանիսի կյանք պարգևել, ես հաճախ եմ մնում մանկուր, հիվանդներին կյանք տալիս փրկում, մանկուց եմ երազել սրտափար դառնալ, ու սրտես բուժել հայրիկիս նեմ։ Ես պատմական եմ, տանկանի, անգիր գիտեն հին քարտեզը Հայաստանի, վստահ ասում եմ, մերն է եղել կարսն ու բանը, մուշը ստացում եմ արտահարն է, գիտիկյան մաղթամարը, բարողնալի, մասի ստանալի տեր է կատել, մեր վարկերը կանդել մուստել, պիտի տատի առաջ կանգնել դուր կողերը, միայն վերադարձին են մեր հողերը։ Ես հերասան եմ նորանի խանդավար, որ չավին, որ համազանվայր մեզ ամենաս։ Ամոք օր ահալի մոտ կատոտերերով, ես կարող համուսասում են կումով կրվում, քաջատարեն կազում, ամախ կարեն շկրի հալանում, ճախեմ կարուսին, ուրախ ու ծիծակուս թուլանում, միշտաշկույն են ասնում ինձ հատերականը խալերը, կողրի գումրային հանդեսատեր, հաճախցում են իմ չեները։ Ես սրտում եմ, կապուկանան, մի շաչալուր եմ լինում, հենց տեսնում ես ամուղան մարդկան, շտապոքնության ընթացում, ես ոստիկան եմ մեր կաղաքում, պողոցները կապուկանան, հստում, Ված է կապուկ, սինկոտում եմ, իսլասում, պարոզները ինձնից ոնց եմ դողում, նեղաղում եմ, ես շատ իստ եմ տապում, ոստիկան աշխատանքում, շատ իստ է, տանը գարին կետում անամկա։ Կանիշ կանատյականում շեքերքուն երեք տանում, վերդին հարած տեղտի վերա հելար կատկերն է կանում։ Ես հետեքի վարստանոց հանգալան է շատվեջեր, կա իննատին միրզարնոց հոտեկեն է վաշիտեր, ացելունները հագալիս խորենցի խոտկեր է դարդում։ Ես արդարամիտ դատավոր եմ, անմեղների թիկունքին եմ միշտ, զորավոր եմ, ես դատում եմ ավազակին, չարին, գողին, կապեբային կրմանարին, չարիք տնող վազբարչերը ես դատում եմ, պաշտպանում եմ օրենքներ ու դատում եմ, ես արդարամիտ դատավոր եմ, թող ինձնից վախենա, ով մեղավոր է։ Ես հայր եմ, ես ճամիկ եմ, որ եղջուհի եմ, ես երկում եմ իմ երկերը, հայկական, ինձ համար, ուրիշ երազաններ չկան, արևոց երկից անուն է Հայաստան, ինձում եմ անսաման, թե իմ երկը լսեց, ինձ հետ միասին երկեք, ուզում եմ ես փեմ տուզկար, եղջուհի թանել։ Thank you.
խոհանոցում ենք աշխատում, համեղ ապուր սախում, արնանում ենք երբ գնաց ենք արի ուժում շաղախում, անուշապույր հաց ենք թվում, արնանում ենք ու ուտում։
ամենացուր դեպքին։ Երաշտական հայրից Նեջող հարցր նոտաները շատ են սիրում, ռոկերները կարում եմ շագեցիկ, գիտարն է դա, իմ այն բաժանենգերն են նա։ Մտածեք, ապրեք ու առհասարակ աշխարհին նայեք հայերեն։ Դարձեք աշխարհի լավագույն բժիշկները, հայ բժիշկներ, հայ ուսուցիչներ, հայ շինարարներ, շնացեք մեր երկիրը։ Սակայն ամենակարևորը ու ամենաթանկը աշխարհում, չկորցնեք մարդ լինելու ամենավեհ արժեքը։ Դե, այսօր բոլորս խոսեցիք խելապատա երազանքներից, բայց եկեք չմոռանանք անցյալն ու ներկան, եւ այն պահը, երբ առաջին անգամ ոտք դրեցիք լուսավոր կրթօջախ։ Իսկ հիմա հպար կանգնած կարող ենք ասել, որ մենք ծառաճանաչել։ Յուրացրել ենք Մեսրոպան այգիբերնը, կարող ենք կարդալ եւ գրել հայերեն, որի համար հավերժ մի կյանք շնորհակալ ենք մեր մեծ ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցին, ով իր եռած իմացական հանճարը ներկայացրեց հայրենի ժողովրդի կրթության ու լուսավորության։ Մաշտոց նշանակումը սուրբ սրբազան ծիսական աբուդա։ Այսպես էլ ծնվեց մեկը նրանց, ծնվեց նա, այլ
մի մարդոց անունով և նա չտրվեց, որ ավելացի հարցվողների քանակն անպատասխան։ Նա եկավ աշխարհ պատասխանելու և պատասխանը գտավ իսկապես։ Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքը առանց հայերեն տառերի։ Նրանք մեր շուրջն են։ Մենք գրում և կարդում ենք հայերեն, բայց միշտ չէ որ այդպես էր։ Մոտ 1600 տարի առաջ, 4-րդ տարիվերջում Հայաստանում մարդիկ խոսում էին հայերեն, բայց որպես գրավոր լեզու պետությունը և եկեղեցին օգտագործում էին այլ լեզուներ՝ հունարենը, պարսկերենը, ասորերենը։ Հայերենով գիր և գրականություն ունենալը ազգապահպան խնդիր էր դարձել։ Դա լավ հասկանում էին կաթողիկոս Սահակ Պարթևը և զինվոր, հոգևորական ու պալատական գրագիր Մեսրոպ Մաշտոցը։ Նրանք դիմեցին հայոց արքա Ռամշապուհին և առաջարկեցին գտնել և վերականգնել հին հայերեն գրերը, որոնք նախկինում կիրառվել էին, բայց հետո ինչ-ինչ պատճառներով արգելվեցին և մոռացվեցին։ Ռամշապուհ արքան մեծ ոգևորությամբ ընդունեց գաղափարը։ Նրա աջակցությամբ Հայաստան բերվեց հնում օգտագործվող հայոց գրերի տարբերակը 22 տառից բաղկացած։ Սակայն արագ պարզվեց, որ այդ գրերը չեն արտացոլում հայերենի բոլոր հնչյունները, և Մաշտոցը որոշում է մշակել այնպիսի այբուբեն, որում մեկ հնչյունին կհամապատասխանի մեկ տառ, իսկ մեկ տառին մեկ հնչյուն։ Մի քանի տարի Մաշտոցը աշխատում է հին աշխարհի գիտական կենտրոններում, փորձելով բացահայտել գրերի առեղծվածային գաղտնիքը։ Եվ 405 թվականին աստվածային հայտնությամբ նա տեսնում է մի տեսիլք՝ ժայռի վրա տաճված հայոց գրերի մեծատառերը։ Մաշտոցը գրի է առնում դրանք, հետո որոշում տառերի թվային արժեքները և տալիս համապատասխան անուններ։ Հայոց գրերի ստեղծման մասին լուրը մեծ խանդավառությամբ ընդունվեց Հայաստան աշխարհով մեկ և վերածվեց իսկական տոնախմբության։ Հայաստանում բացվեցին նոր գրերի ուսուցման բազմաթիվ դպրոցներ, առաջիններից մեկը Արցախում, Ամարասում։ Նորաստեղծ տառերով գրի առնված առաջին նախադասությունը Աստվածաշնչից մի հատված էր. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարո»։ Ինչու հենց դա։ Երևի այն լավագույնս արտացոլում էր Մաշտոցի աշխատանքը, բացահայտել հայոց գրերի մեծ խորհուրդը, նրանց խորքային կապը հայոց լեզվի, հնուց եկած գիտելիքների հետ։ 36 տառից բաղկացած Մաշտոցի այբուբենը և գրային, և թվային համակարգ էր։ Բացի այդ, այբուբենի միջոցով բացահայտվում, պահպանվում և սերունդներին է փոխանցվում հայերենում թաքնված գաղտնի ինֆորմացիան աշխարհի կառուցվածքի մասին։ Մաշտոցյան գրերի ստեղծումից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթությունը, մատենագրությունը, ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը։ Այսօր Մաշտոցյան տառերը աշխարհի ամենակատարյալ ու կենսունակ այբուբենների շարքում են։ Ավելի քան 1600 տարի գործածվելով հայոց այբուբենը հասել է մեզ առանց փոփոխությունների։ Միայն 12-րդ դարում այն համալրվել է օ և ֆ տառերով, իսկ 20-րդ դարում ավելացել է և տառը։ Մաշտոցյան այբուբենը իր պատվավոր տեղն է զբաղեցնում համաշխարհային մշակույթի գանձարանում, հանդիսանալով հայ մարդու ինքնության կարևորագույն տարրերից մեկը՝ հայերի յուրօրինակ ազգային կոդը։ Հայրենի երկիր, Հայաստան մեր հետ, քո այրն է բացել մեր դուրը, քո հողն ու ջուրը կյանք տվեցին մեզ, խոստանում ենք քեզ, որ բաց չենք հետարն եմ ես Հայկ Անվարդ, ատարն եմ ես Լեռն Արարատ, Ետան եմ ձեր հայաբարի, անեմ տաշ դավարայի, սելևսյունը սևանատալ, տն ես տիգրան անկար, արաքսի ատարն եմ, ատարն եմ արեք ես, ու մեջք ու կողը, սիրսշտի, որ միանակ Արարատին առաս մեր մեջ մի Հայաստան մենք կտարնը։ Հայոց աշխարհի կալիքն է մեր մեզ ծինեն սանասեր,
հայրենի լեզու, մայրենի բարբար, ինձ սիրելի իմ հոգու համար։ Մանկական լեզվի թոտովան տկար, հնչում է սիմենջ թումիշ տանդատար։ Քո զավակներ քեզ նոզորացան, հավատը քո սիրո լեզվան, կարտամ կուկի քեզ լավ ճանաչեն և հալիներում երբեք չամակեն։ Մեր լեզում մեր խիղճ է կա, Սուրբ աստը մեր սեղանի, մեր հոգու գանջն է արտար, ու հանը մեր բերանի, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք մեր աշխարհում, որ այսքան տերը լինի, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք մեր աշխարհում, որ այսքան տերը լինի, մեր լեզուն է մեր տան, մեր կշիռն աշխարհի մեջ, մեր աղն է մեր ինքնության, էության, խորհուրդը մեջ, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք մեր աշխարհում, որ այսքան տերը լինի, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք մեր աշխարհում, որ այսքան տերը լինի։ Մեր լեզուն արյուն է, արյունից ավելի կան, մեր մունքը թույն է մեր լեզուն մենք ենք որքան, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք մեր աշխարհում, որ այսքան տերը լինի, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի, ինչ ունենք մեր աշխարհում, որ այսքան տերը լինի, ինչ ունենք մեր աշխարհում, որ այսքան տերը լինի։ Քնամենք սիրենք աչքույլիսի պես, անչափ հարազատ, մեր հայրենիքը, մեր նուհը քուշ, անուշ մայրիկը, անաղատ մայր, նաև մայրենի, որեզոր լինի երկիր հայրենի։ Գեղագույն գերոս մեր ասատարար, աշխարհի վրա, սփած, ազանգիչ, դու երջանիկ կյանք մանուկների դու, արևի նման կյանք գալով վարվում։
բարեկամներ, սիրելի տնօրինություն, մենք ավարտեցինք մեր այսօրվա միջոցառումը ներդրված այգենարանի ավարտումը հրաժեշտելով կյանքում իրենց հանդիպող փոքրիկ դժվարությունները լինեն այնքան, որ իրենք հաղթահարեցին տարրերը, սովորեցին թվերը, թող ինչքան եթե պիտի հանդիպեն անգամ դժվարությունների լինեն շատ հաղթահարելի։ Մնացեք միշտ հայ, ուր է լինեք, որտեղ է լինեք, ինչ մասնագետ է դառնաք, հայ լինելու մեր գաղափարը միշտ պահպանեք ձեզ։ Շնորհավորում եմ ձեզ ու ցանկանում եմ բարի երգ։ Շատ շնորհակալ եմ։